Դե ինձ սիրելի բարեկամներ, վստահ եմ, որ դուք արդեն գիտեք, որ ես ու Մանեն բացահայտում ենք մեր գյուղերը եւ իհարկե մեր գյուղացիներին։ Այս անգամ այս գիրակին մեզ բերեց հետաքրքիր մի գյուղ, որտեղից հենցրվել է Գաբրիելը։ Գյուղ, որտեղ Գաբրիելը չի ապրել, Բայց մեծացել է, որտեղ անց եմ կացրել իմ ամբողջ մանկությունը։ շնչել է այստեղի մաքուր օդը, խաղացել է իր ընկերների հետ, վայելել է անուշաբույր գարունները։ Դաշտերի հոտը։ Հոտը, այո։ Եվ այդ գյուղի անունն է Ողջույն Ուժանիս։ Գտնվում ենք Ուժանիսի դիտակետում։ Եկեք մի պահ կտրվենք բոլոր հոգսերից եւ վայելենք այս բնության ձայները։ Ես հիմա նստած եմ աղբյուրի մոտ, այո, սա մենք աղբյուր ենք անվանում, ու անունը Ծլոկ էր, ինքը ջուրը միշտ սենց գալիս էր։ Երևի 2006 թվից, ինչ ես հիշում եմ, ավելի հին էլի, իմ մանկությունը, քանի որ այս գյուղում անցել, մենք գալիս ենք այս տերևները պոկում էինք դնում ու վեդրաները դնում գնում էինք թաքնվոցի խաղում եկեղեցու դռան մոտ ու երբ թաքնվոցի վերջանում էր գալիս ենք մեր վեդրոները ջրով վերցնում եւ գնում մեր տները։ Իդեպ ասեմ, որ գյուղի ամենասառը ջուրը այստեղ կարող եք դուք հանդիպել եւ խմել։ Չգիտես ինչու անընդհատ ուզում ես ինչ-որ հին բան գտնել, չէ՞ որ հնության մեջ է քաղցրությունը։ What it is. Ծերացած այս գյուղի եկեղեցին, որը կրում է Սուրբ Հովանեսի անունը, կառուցվել է 1873 թվականին։ Շատ անմխիթար վիճակում էր եկեղեցին։ Ցավով ենք նշում, որովհետև պատմության մեջ էլ հիշատակվում է, որ եկեղեցին այդքան էլ մեծ տեղ չուներ ուժանիսցիների կյանքում, քանի որ հավատքը իրենց ներսում էր։ Ջուլատատի, բարև։ Ո՞նց ես։ Լավն Հիշեցիր ինձ։ Ռիմուտ փորնամ։ է։ Մարտունի Անուհից ջուրի չկա։ ջուրը կավեր։ Ջուր չկա։ 3 տարի ջուր չեք ուզում։ Այս հիմնականը ջուրը գալիս է։ 3 տարի կտրած են։ Ես տանը կխեմ։ Հա, Բենի թակալ, բացեին թակալ։ բասեին։ Այդ հուշ կավա կոնտել։ Ոչ, դեցն դեռ բամծո, որտեղ ընտալու։ Մեկը ամեն հիչից է պենքլավ, Կտրված է։ Ուրի քնուքեն, քեյից։ Այդ է աղբյուրից։ Այդ աղբյուրից չուպի, խմում։ Քեքան, ոչ շուտուկան պոլուսուլանեն, շոյուսուլանեն, կլոքսուլանեն, լողանեն, ոչ մի բան չկա, դանը մատա, ոչ մի խարաբայ է, էլ դուղ խարաբայ է։ 66 կոմունտատուն հետորից է իշապ։ Հա, հնցարի մա, լավ, Ոչ, էլի անկողնային է։ Մանե գիտես ձմռանը ինչ լավ էր անցնում ստե օրը, պատկերացու գետինը ամբողջ մեր акցենտով էլի խոսի պատահար։ Տափը սաղցյուն լա, սանկավ, սես դիքան, սղաց սեստի քյունումկլե առանց կանգնել էլի,
ու սախ բավարոդավ քնում մկլե ու պատկերացու էտրոպենա օչերդը կյամլա Կովերի։ Կովին տակապենա թեդի սանկաս քնում Կովի օչերդը, ճիշտ է։ Թոտ Վայ, Իջենեսի թոտ խտանի թի նման չի Սենը կացը այներ ենք լսում հիմա Գաբրիել։ Այո, շատ ծանոթ ձայներ են։ Քանի որ ինձ է ճանաչում են հաստատ ին վրա չեն ջղայնանա մենք բացում Վարև։ Լավ ես։ Բայց դու օրենքով պիտի զվիցի լինեիր։ Որտեվ ասում են Զևայի խոզերը։ Լավ եկալ Պակա։ Պակա նա Հարգելի բարեկամներ, ես ուզում եմ բառով խոսեմ։ Կուճի վախտը սանցակած էստանը։ Ժորդ, էստոնը էնտոննա, որ ես կարիմ հերտուկոս ավասին, որ ստը մենակ ես ուրախ պահեր ունեցած, ոչ մի տխուր պահ ունեցած չեմ։ Տխուր պահ կա էլա, որ մին մամու կարոտում լե կամ պապուն կարոտում լե տալը, բայց էտա քանի որ տատի պապիկ խեն էլ ստեղ, են որ ամենաերջանիկ օրերն է։ Սիրելի հետևորդներ, ճիշտ է շատ մեծ դժվարությամբ հասանք այստեղ, բայց նայեք որքան գեղեցիկ է։ 1000 նորակառույց շենքից ավելի էսթետիկ, ավելի գրավիչ տեսք ունի։ Ժամանակի դեմ ամեն ինչ անզոր է։ Տատի! Այ տատի! Էց էր պիրիմ, տակա է հոգնա, մոզում կեմտոն։ Մի տարի յար չեմ տեսել, տեսնողին ջուխ տաչքին մերնեն Լացվել եմ, լալ չեմ կարող Ջան, Լալ չեմ կարող, լալ չեմ կարող Հոգնել եմ, գալ չեմ կարող, գալ չեմ կարող, գալ չեմ կարող Մայտարի ար չեմ տեսել, տեսնողին ջուխ տաչքին մերնեն Մի տարի ար չեմ տեսել, տեսնողին աչքին մերնեն Մի տարի ար չեմ տեսել, տեսնողին ջուխ աչքին մերնեն Իմ պապը տնկել է մեր գյուղի շիվերը, իմ պապը պայտել է մեր գյուղի ձիերը, իմ պապը մեր գյուղի պատերը շարել է եւ բոլոր կամերը մենակ քարել է։ Ջրել է իր այգին ու մարգը բահել է եւ արդար քրտինքով իր տունը պահել է։ Իմ պապը վարել է, իմ պապը ցանել է, իսկ հնձի ժամանակ ձեռքի մեջ մանգաղի դաստակը ցավել է։ Իմ պապը հողի հետ խորել ու խոսել է, ամպի հետ արտասվել, ջրի հետ հոսել է։ Մի օր էլ, երբ հանկարծ ծալվել են ծնկները, զարմանքից քարացել, ամոթից շիկնել է։ Թողել են նա մաճը եւ շունչը պահել է, եւ հետո քրտինքը ճակատին պաղել է, եւ պապը ակոսում պարկել ու քնել է, խառնվել այն հողին, որ իրեն սնել է։ այս ձայները, այս ամեն ինչը որքան հաճելի է լսել եւ միևնույն ժամանակ որքան վշտալի, որովհետեւ գիտակցում ենք, որ գյուղը արդեն իսկ դատարկվում է։ Պատկերացնու եք, սա գյուղի հացատունն է։ Տարիներ առաջ հացատան մոտ հաստատ հավաքվում էին գյուղացիները, նշում էին Պողոս պապի, Վարդանուս տատի, Գառնիկ պապի, ես չգիտեմ, թորների, ծորների ծնունդները, հարսանիքները հարս էին բերում, հարս էին տանում, որքան ակտիվություն էր տիրում այստեղ, որովհետև պատերն են գոռում այդ ամենի մասին։ Իսկ հիմա ամեն ինչ դատարկված է, անգամ հնարավորություն չունենք մտնելու ներս, ուժ ենք գործադրում։
Բայց այս անգամ ես համարձակություն չունեմ ունենա գնալու, որտեղ ձայներ եմ լսել։ Գաբրիել, ուր ենք գնում։ Գնում ենք ջուր խմելու։ Գնում ենք այն վայրը, որ ամբողջ տարի բոլոր գյուղացիները ժամանակին հավաքվում էին, խոսում, քննարկում տարբեր թեմաներ, թե երիտասարդներ, թե մեծահասակներ, վերջում իրենց կուշիները ջրով լցնում եւ գնում էին տուն։ Պետք է գնանք եւ ջուր խմենք, այն վայրն է, որը ես լսել եմ եւ միշտ անվանել ենք Ադու աղբյուր։ Կապան քաղաքի գյուղ Ուժանիսը ցավոք սահմանամերձ է։ Եղել է ժամանակ, երբ գյուղը մտել է Քարշունիկ գավառի կազմի մեջ։ Ստեփանոս Օրբելյանի աշխատության մեջ հանդիպեցինք Վարժունիկ անվանումը։ Վարժ նշանակում էր աղոթք, իսկ Վարժունիկը հետագայում դարձավ Վրժենիս։ Ահա աղբյուրը, որի տարածքում հացեն ու ծառն է։ Ճյուղերը խաչի են նմանվում, եւ դա մեծ հավատք է ներշնչում տեղի բնակիչներին։ Ուժանիսն իր անվամբ չի կրկնվում, եզակի է, որով պարծենում են գյուղացիները։ Սիրելիներս, այժմ ես կանգնած եմ այն վայրում, որտեղ ժամանակին եղել է ալրաղացը։ Պատկերացնում եք գյուղացիները ցորենը մեշոկներով բերում էին այստեղ հարևանությամբ, լցվում էին, աղում էին, ալյուրը ստանում էին ու հետո որտեղ էին հավաքվում Գաբրիել։ Թոնատան, այո։ Եվ թխում էին լավաշ, բաժանում էին հարևաններին ու դա գյուղում մի ամբողջ արարողակարգ էր։ Կարոտով միայն կարող ենք հիշել այս ամենը, ցավոք սրտի։ Հենց նոր հասկացա, թե որքանում ես մեծացել, որովհետև հաստատ փոքր ժամանակ կտեղավորվեի այս ճոճանակի մեջ, հիմա մի կերպ եմ տեղավորվել։ Հեյ, ճոճանակ։ Գիտեք, հայրենիքը բառերով չեն սիրում։ Հայրենիքը սիրում են, երբ իրեն շոշափում են։ Ու ես վստահ եմ, որ ցանկացած ուժանիսցի հաստատ եթե ցանկանա մի այսքան, կգա ու կայցելի իր գյուղը, որովհետև ամեն մի քար, ամեն մի պատ ոռնում է վշտից ու կարոտից։ Զգացվում է, թե գյուղում ժամանակին որքան աշխուժություններ տիրում, չի կարող այսպիսի հսկայական շենքում, որտեղ կան բազմաթիվ սենյակներ, լիներ քար լռություն։ Վստահ եմ, որ այստեղ շատ ու շատ ուրախ պահեր են ունեցել գյուղացիները։ Եվ այն ճոճանակը, որ այդպես գեղեցիկ զանգում էր, ժամանակին եղել է անձայն, բայց մանկանջիչով։ Որքան գեղեցիկ է բնությունը, եւ յուրաքանչյուր գյուղ տարբերվում է իր յուրօրինակ բուսականությամբ։ Ճիշտ է, այս պահին գերեզմանոցում են գտնվում, բայց մեր ուշադրությունը գրավեց այս քարը, որի վրա արդեն մամրակալած ինչ-որ հետքեր կան։ Բայց կարծես թե քար չլինի, այլ ծառ։ Այո, ծառ է։ Ոյ, ինչա՞վ է սա։ Բարև ձեզ։ Սիրելի հետևորդներ, հենց այստեղ այս գեղեցիկ գյուղում ծանոթացանք Տիկին Մարուսիայի հետ, ով կպատմի իր գեղեցիկ պատմությունը հենց գյուղի հետ կապված։ Տիկին Մարուսիա, սկսենք ամենասկզբից, քանի տարի է այստեղ եք բնակվում։ 80 տարի։ 80 տարի։ Եվ Ասենք որտուից երևի 60 թվականից գնացել եմ քաղաք, այնտեղ սովորել, ավարտել, հետո այնտեղ մի 25 տարի խոհարար աշխատել, նույնց արդեն թոշակի գնացի, վերադարձա իմ նույնց հայրենի գյուղ։ ինչ է փոխվել հին գյուղից եւ ներկա գյուղ։ Շատ բան է փոխվել։ Պատմեք մի քիչ։ Այս ժամանակներում այնքան երիտասարդներ, այնքան երեխաներ, այնքան լավ բաներ,
Հիմա ոչ մի բան չկա։ Դատարկվել է, մենք տեսել ենք ու շատ ափսոսում ենք։ Շատ դատակ մի երախից են չես լսում ու ուրախանաս, որ լսում ես ասում գնամ տեսնեմ այդ երախաները որտեղ ասի դա։ Ոչ մի բան չկա։ Իսկ ովքեր որ մնում են, ինչով են զբաղվում այստեղ։ Ոչ մի բան, ոչ մի բոլոր ծերեն ինչով զբաղվում, ամեն իրեն այգի թե կա, այդ չկա։ Մեկը ծերա, մեկը ինվալիդ է, մեկը այդպես ունենց բոասեսնից առողջ մարդկա գնան, լավ աշխատեն, առաջվանում, խոտ հարեն, հավաքեն, հունձանեն, հիմա այդպեսի բաներ չկա։ Իսկ հնում այդպիսի ավանդույթ կար ամեն շաբաթ կիրակի քաղաքում բնակվող գյուղացիները գալիս էին, հիմա գալիս են։ Երբ գալիս են շաբաթը, արդեն մենք առավոտը ժամը 7-ին ավտոբուսը գալիս հասնում են գյուղ, իրիկուներ ժամը 4-ից գնում։ Իսկ հիմա չկա։ Իսկ ես չէի հոգնում, չեք հոգնում, հիմա որ չկա, հիմա եք հոգնում, հիմա եք հոգնում։ Ամեն ինչ գործել եք, մնացել դատակին ստացել։ Շատ ափսոսում ենք, բայց Շատ յուղի եմ էներգետիկան ինքը շատ Այնքան լավ ուրախ են, որ այսպես զրուցում ենք հարել ստացալ զրուցում են ասում են այն ժամանակ գնում էին ֆուտբոլ էին խաղում, տղաներ ֆուտբոլ էր սիրում, ֆուտբոլ էր խաղում, աղբերս երկով էր ասում էջի գնում էր այդ դաշտում նվագում էին, ինքը երկում էին, բոլորը խանում էին, էջի եկավ սպասում էին, էջի գգա, որ երկի բոլորն է լսել, տղասեր ֆուտբոլ էր խաղում։ Ձեզ առողջություն ենք մաղթում ու յուրաքանչյուրով այս գյուղում է փաստ է, որ գյուղը կա, գյուղը ապրում է, գյուղը կշարունակի Ուզում եմ ապրի, ուզում եմ շենանա, ուզում եմ շատանա, ուզում եմ երիտասարդ, կամ հենց ամի գործանակայել, կամ աշխատել, գոնե քայլող լինի, որ տեսնես մարդա քայլ։ Այո, մենք մինչև ձեզ այնքան կենթանի տեսանք, որ ասում ենք լավ, գոնե մեկ մարդ հանդիպենք, որ զրուցենք, անգամ գնացինք գերեզմանոց, ուզում ենք փնտրենք այնպիսի մարդկանց, ովքեր ժամանակին եղել են ինչ-որ պաշտոնյաներ, օրինակ հանդիպեցինք գեներալի, բժշկի, լավ եղեք, առողջ եղեք, Գաբրիելն էլ էկրանից այն կողմից մի ամբողջ մանկություն է թողել։ Դե ինչ ժողովուրդ, մենք գտնվում ենք ինչպես գիտեք Ուժանից գյուղում եւ հանդիպեցինք Ձյաձ Մարտունին։ Շատ Ուժանի հաճելի է։ գյուղի նախկին նախագահ Նախկին գյուղապետ, նախագահ, ապրում է, միջև որ թիվն եք ապրել ստեղ։ ապրել եմ, ես ընդհանրապես ես գյուղում եմ ստեղ եմ, Ծնվել եք այստեղ։ ստեղ մեծացել եմ, հետո Դպրոցը, գիտեմ որ գյուղում Եղվարդում է։ դպրոց չկար, հա, Եղվարդում 4 ամյա է ստեղ, Հա, դպրոց ավարտելուց հետո ստեղից տեղափոխվել ենք Եղվարդ, հա, Եղվարդի դպրոց, միջնակարգ դպրոց, հետո այդից հետո ընդունվել եմ ինստիտուտ, Երևան, Երևանի Զովետ ինստիտուտը, հա։ այն ժամանակվա զոհինժեներ մասնագիտությամբ։ Իսկ հիմա ի՞նչն է փոխվել գյուղում։ Ինչի կարոտ կա գյուղում։ Գյուղում ամենաառաջինը բնակիչի կարոտ կա, երեխայի կարոտ կա։ Ոչ մի, ամեն ինչ իր տեղն է, բացի ժողովուրդ։ Ես լսել եմ, որ ջրի խնդիր էլ կա։ Ջրի խնդիր շատ կա։ Ընդհանրապես մեր գյուղը շատ ջրառատ է։ Հա։ Ջրի խնդիրը ամենաառաջին, որ լինիան փոխել են շատ անկարգ ձևով։ Դրա համար այսօր Ուժանի գյուղը մնացել առանջի։ Եվ առանց բնակչի կարելի ասել։ Եթե ամենակարևորը Որտեւ ես հիշում եմ երեխա ժամանակ, որ ստեով քայլում է, ստե մարդիկ հնձում էին արտը, բայց հիմա այդ շունչը չկա, չկա։ արտը կա, բայց այդ մարդիկ չկան։ 92-93 թվականներից գյուղ կարելի ասել համարյա մի անգամից տեղափոխվեց։ Մնացին ոչ մի երեխա չկար։ 93 թվականից մինչև առայժմ ոչ մի երեխա չկար։ Արդեն ոնց է այդ թվից երեխա չէր ծնվում ստեր։ Կարելի է։ Երեխա երիտասարդություն չկար։ Մի անգամից փոխում Հա, տեղափոխվեցին քաղաք։ դա Կրակոցների պատերազմի պատճառով։ պատճառով դեմ սահմանամերձա անդառ յուղի վրա կրակում էին։ Տեղափոխվել հետո ոչ մեկը համարյա կարելի ասել երիտասարդությունից ոչ մեկը չեկավ։ Իսկ հիմա ապահովա գյուղը։ Դե միջի այն որ մնացած սահմանամերձ գյուղերի նման։
Չեմ կարող ասեմ պատերազմից հետո ստե ոչ մի կրակոց ոչ մի բան չեմ։ Լափանի շրջանում ամենավերջի տնտեսությունը մենն է փոխվել։ Որտեղ չէին ուզում։ Կոլխոզային ուզում մնային։ Չհամաձայնվեց։ Ու դրանից հետո տեղափոխվեցի արդեն երեխեք դպրոց պետք է գնային, դպրոց չկա։ Բայց ես գյուղի հետ շատ եմ կապված, շաբաթվա 3 օրը պարտադիր եմ։ Ուժանից։ Իսկ փոքրիկ Միքայելը պապիկի տնկած ելակներն էր մեզ հյուրասիրում։ Արդեն ես լսել եմ, որ ինչ-որ մի հատ հետաքրքիր պատմություն կա գյուղի եկեղեցու պատի հետ կապված։ Կպատմեք։ Այդ ասին եկեղեցու պատմությունը ինչ է։ Ուրեմն այդ եկեղեցու Ստալինի ворոք է։ Այդ պատերազմից մի հատ մարդ կար, որ ասենք հակասովետական է։ Այդ մարդուն ոնց որ այն ժամանակ էլ տենց բաներ կարելի, կախին սարքելու հետ է, ասանա եկեղեցուն վարակույրները գողացել էր։ Ու սկսալ են դրան հետապնդել։ Այդ մարդը որ վաննանում կյանա եկեղեցու պատը իրա էշի քանդական։ Մենք կա։ Հեն ամնում։ Այսօր ես փորձալ եմ ճարի, բայց գրեց հաճի Ես ճարի, որ քինի դիմացի ուրեմն այդ դիմացի 5-րդ կամ 6-րդ քարի իրա, ասենց երկար սպիտակ քարա։ հա, Պատի ու գուլի քարի իրա, որ շատ էր եշի սենան դե նկարը բանը։ Ու դա ինքը փախալ աստեղից։ Դասալը որ այդ հնարավոր չի քշերը եկեղեցու պատեն իրան էշը քանդակումը ու փախնում անցնում իրան։ Իրանում համարյա մծ գործարանատեր դատարով։ Տեղից տուրիստական վարկյամեն հրաշքես տոնը գիտում սելի բիդի մարդուն պապիկիս տոնը թե հրաշքին հոր եղբայրել է։ Քյունում է Իրանում դեղ վերջ փախում է Իրան, վերջ էլի մարդը աշխատում ստեղծում ամեն ինչը մզ գործարանատեր դատարում։ Ու կապը իրա ընտանիքի հետ պալում է, իրա աղբերներին, դա ամուսնանում է, մի հատ աղջիկ։ Ուրեմն այդ աղջիկն ու տղան վրկյամ են, դե իրանք չեն ճանաչում ոչ մեզ։ Ասում է, որ քին տուրիստական է կյան դեն ժամանակ, սովետի ժամանակ էլի կար։ Իրանք հիմա ներկայացում Ամերիկայի։ Այդ աղջիկն Ամերիկայից կյանա տուրիստական, կյանա Երևան, դեր է կյան Ղափանից նստում է մի հատ մեքենա, կյան ստով։ Ասում է, այդ մարդը բանանում, ասում է, ինձ տանում ես եկեղեցու, հայրատում կանացում։ Այդ մարդը եկեղեցուն հայրատում, այդ կինը որ շատ էր ստեղում, բանանում, ասում է, դե կարող ես կինի։ Իրան հերը ասում է, եկեղեցու պատի իրա էշա նկարված, ուրեմն տամոր գյուղն է։ Եկեղեցուց 30 մետր վեր է, իրանց պապական տոնն է։ Ընդեղ ասում է մնացողներ կա, կապը իրեն ուներ էլի, ու տենց եկալա ճարը։ Այդ մարդը այդ եկեղեցու նկարը տրայք պանով է, որ իրան այդ ծտից սարքարն կապրեն, որ դու եկեղեցու վարակույրները դու ճողոտալը շպոտա։ Որպես այդ մարդուն անեն այդ ժամանակ դեն էլի դաշնական ասում, այդ դաշնակցության տանն է։ Այդ պատմությունը։ Այ տատի, ալսում չի։